Պարոն Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց ստե մի հատ ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Իմ մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է։ Համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացան, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան, տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ոնց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ոնց կարելի է կառավարության մակարդակով, ոնց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրանց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետեւ այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։ Հետևաբար կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետք է բրենդավորի առողջ ապրելակերպը եւ մեր համապատասխան առաջինը ԿԳՄՍ-ն եւ առողջապահության նախարարությունը կառավարության մյուս օղակների հետ։ Եկեք բրենդավորենք առողջ ապրելակերպը։ Հիմա մենք որ վարչապետի գավաթ ենք անում, ինչի համար ենք անում։ Մարդել կա կար ասի, այդ չհասկացես, երկրի վարչապետը պարապա գնում նստում նայում, թե ոնց են երեխեքը լողում, գնում նստում նայում, թե ոնց են երեխեքը թենիս։ Դա բրենդավորման է բանի մասա, որը մենք հələ շատ նախնական, շատ բան տնայնագործական ենք անում։ Դա պետք է գնալով դառնա ավելի ու ավելի պրոֆեսիոնալ։ Եվ հետեւաբար առողջ ապրելակերպի բրենդինգը դառնում է մեր առաջիկա կարևոր անելիքը, մանավանդ որ մենք ենթակառուցվածքները արդեն շատ թե քիչ ստեղծել ենք եւ մեր սպորտի զարգացման ռազմավարությամբ, առողջապահության զարգացման ռազմավարությամբ, այո ճանապարհներով եւ այլն, որտեղ վազելու համար էլ է տեղ պետք։ Կանաչ գոտիների, զբոսայգիների բանով եւ այդ էլի մի քանի նախագծեր կան, որ ներկայացվել են, ես նախնական հավանություն եմ տվել այդ նախագծերին, այդ ամեն ինչը պետք է բան անենք,
դա պետք է դառնա ուղղակի սովորական առօրյայի մաս եւ քաջալերվի հանրության կողմից, քաջալերվի։ Սա ամենակարևոր բանն է։ Իմիջայլոց ասեմ, միջև իմի sense բանը կա, որ այդ հազար ներողություն, բայց այդ աղքատ հանրության բանն է, արձագանքն է, որ ասենք մեկը տեսնում են մի քիչ նիհարել, ասում են, վայ, ես ինչ ես նիհարել, հոբան չի եղել։ Մինչդեռ այսօր մարդիկ նախ բանը ավելորդ քաշը գլոբալ պրոբլեմա, երեխաների շրջանում ավել քաշը գլոբալ պրոբլեմա, որը հասուն տարիքում բերելու է արդեն շատ լուրջ առողջական պրոբլեմների, բայց մյուս կողմից է մենք բոլորս այդ պրոբլեմը ունենք։ Հələ մենք ինչքան նիհարում ենք, պետք է 5 անգամ, չէ, բայց էական 5 անգամ շատ ասեցի։ Լավ, որ հասնենք նորմատիվային բանի, քաշերի, բայց այնուամենայնիվ սա շատ երկար թեմա է, շատ չշեղվենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված փաթեթն ենք այսօր ընդունում եւ էդ էլ ասեմ, ես ինչքան էլ ասեմ Mercedes Zaporozhets պատրաստ անպատրաստ, մենք պատրաստ ենք, իմ գնահատականն է նա, որ մենք պատրաստ ենք եւ մենք փուլային ենք պատրաստվել, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք չնայած 2024 թվականի հունվարի 1-ից բանը չարեցինք ապահովագրությունը, բայց մենք օֆերտայի համակարգը ներդնեցինք, որը մի հատ էսպիսի էլի բան առաջացրեց, տենց կիսացնցում առաջացրեց, բայց այդ կիսացնցումը մեզ պետք էր որպես միջանկյալ վիճակ առողջության ապահովագրության համակարգին անցնելու։ Այնպես որ առաջարկում եմ քվեարկել, եթե այլ դիտարկումներ չկան։